Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր եկեղեցու շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ զրուցելու ենք փաստաբան Ռաֆի Ասլանյանի հետ։ Պարոն Ասլանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես ևս շնորհակալ եմ։ Պարոն Ասլանյան, 3 գիշերվանից այսպես նոր զարգացումներ են տեղի ունենում, չգիտեմ սպասելի, թե անսպասելի, թերևս կարելի ասել, որոշակի առումով սպասելի էր։ Տասնյակից ավել երկու բևեռ է ձևավորվել, տասնյակից ավել քահանաներ, իրենց նույն տեքստը ընդ որում պատճենած իրենց Facebook-յան էջում հրապարակում են, ասելով, որ իրենք միանում են եւ աջակցում են Նիկոլ Փաշինյանի հռչակած, այսպես կոչված բարենորոգման ծրագրին։ Մի մասն էլ իր որդիական խոնարհումը եւ աջակցություն է հայտնում ամենայն հայոց կաթողիկոսին, այսինքն ըստ էության այս պահի դրությամբ եկեղեցում երկու տարբեր, թե քահանայաստասում, թե եպիսկոպոսների շրջանում երկու տարբեր թեմեր են ձևավորվելու։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ եթե հետևենք այդ քահանաներին, որոնց արդեն 2 տասնյակ կհասնի ավել, նրանք հիմնականում այն թեմերի քահանաներն են, ինչպես հասարակությունն է նրանց հռչակել, տիրադավ եպիսկոպոսների թեմերի քահանաներն են, ու երբ որ նրանց սոցիալական էջերը թերթում ես, նրանցից շատերը ընդհանրապես մի որոշ ժամանակ առաջ, ոչ շատ վաղ անցյալում, կոնկրետ քննադատել են ու իրենց դժգոհություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի նրա իշխանության վերաբերյալ։ Հիմա այս մի քանի օրում ինչ փոխվեց իրենց դիրքորոշման մեջ։ Նախ ես այն կարծիքին չեմ, որ ձևավորվել են երկու թևեր եւ իմ եզրահանգում այս առումով այն է, որ եկեղեցում ձևավորվել է քահանաների մի փոքրամասնություն, որը սատարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին։ Իսկ թե ինչու են բարբերաբար կարծիք փոխում նշված քահանաները, ես կարծում եմ դա որոշակի ճնշումների արդյունք է։ Նախ քահանաներից ոչ բոլորն են իմ կարծիքով հոգով Նիկոլ Փաշինյանի կողմից, ոմանց դեմ օգտագործում են որոշակի կոմպրոմատներ, իսկ ոմանք ըստ էության շարժվում են իրենց թեմի առաջնորդի ուղղակի ցուցումներով։ Եվ յուրաքանչյուր պարագայում պետք է նկատի ունենալ, որ ցանկացած հասարակության մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր գենետիկորեն ունեն դավաճանական հակումներ, ունեն հակումներ, որոնք սովորական ստանդարտ իրավիճակում գործող նորմալ մարդուն, առավել ևս տղամարդուն հարիր չեն։ Եվ նրանց գործողությունների վրա չպետք է զարմանանք, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք եկեղեցում մեծամասնություն չեն կազմում։ Ես կարծում եմ մեծամասնություն չեն էլ կազմելու։ Բայց ինչ երաշխիք կա, պարոն Ասլանյան, որ օրինակ միջև այս երեկո այդ թիվը չի ավելանա։ Կարող է ավելանալ։ Ես չեմ բացառում, որ որոշակիորեն կավելանա, բայց եկեղեցականները ընդհանուր առմամբ եւ հատկապես անխոցելի եկեղեցականները, ես կարծում եմ միջև վերջ որևէ կերպ չեն տրվելու այս սադրանքներին։ Քանի որ ցանկացած տրամաբանող մարդու համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի այս օրակարգ այդ շրջիկ պատարակները դրանք հոգևոր բնույթ չունեն, դրանք հոգևոր երևույթների հետ որևէ կապ չունեն, սրանք քաղաքական օրակարգեր են եւ Նիկոլ Փաշինյանը այդ քաղաքական օրակարգերը բերել է, այսպես ասած, տեսադաշտ եւ գործում է իր քաղաքական օրակարգերով զուտ մեկ նպատակով՝ իր իշխանությունը պահելու ձգտմամբ եւ մեծապես սա նաեւ պայմանավորված է իմ կարծիքով արտաքին գործոններով։ Ինչ արտաքին, քանի որ շատ փորձագետներ այդպես այդ կարծիքը հայտնում են, որ սա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը չէ, ինչ որ դրսից պարտադրանքա, շատ հաճախ մենք տեսնում ենք, որ սա օրինակ համընկնում է թեկուզ ադրբեջանցի այդ հոգեվորականների հայտարարությունների հետ Նիկոլ Փաշինյանի քայլելու, ու սրանց եզրահանգում, որ համընկնում են այլ, ինչ արտաքին ուժերի մասին է խոսքը։ Իմ կարծիքով, սա իմ կարծիք է, կարող եմ ասել, Նիկոլ Փաշինյանը փորձում է մեկ կրակոցով որսալ երկու նապաստակ, այսինքն մի դեպքում ընկճել եկեղեցուն, մենք գիտենք, որ եկեղեցին վաղուց իր կարծիքն է հայտնել հայրենիքի նկատմամբ վարվող փաշինյանական քաղաքականության մասին, դա քաղաքականությամբ զբաղվել չի բնավ, յուրաքանչյուր հայ դրա իրավունքը ունի եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանը վրեժ է լուծում նրանց այդ քաղաքացիական կեցվածքի համար եւ երկրորդը դրանով հաճոյանում է արտաքին ուժերին, այսինքն կոնկրետ դեպքում հակառակորդ ուժերին, ովքեր բազմիցս մեր եկեղեցին որակել են որպես ռևանշիստական։ Սա է ընդհանուր օրակարգը իր գործողությունների եւ ես կարծում եմ, որ Հայաստան Հանրապետության քաղաքացիները, հասարակության անդամները այս ամենը պետք է հասկանան եւ զերծ մնան նշված միջոցառումներին մասնակցելուց։ Թեև ես այսօր տեսա, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ
քաղաքական կեցվածքը եւ կոչերանում եւ նշում էր, որ քաղաքական կեցվածքը լինի ընդդիմադիր թե լինի իշխանավոր կամ իշխանության կողմնակից, էական չէ եկեղեցի գնալու համար, բոլորն են պարտավոր այդտեղել, դա իրականում այդպես է, բայց իր կողմից այս գործընթացները վերածվել են քաղաքական գործընթացների եւ ակամա ստացվում է, որ եկեղեցուն պաշտպանողները դարձել են ընդդիմադիր, իր հետ պատարագի գնացողները դարձել են իշխանական եւ երբ մենք տեսնում ենք ովքեր են գնում պատարագի եւ այդ քանակությունն ինչպիսին է, հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքական օրակարգը հասարակության կողմից չունի բավարար սատարում։ Պարոն Ասլանյան, իսկ պետական պաշտոնյան, կլինի գործադիր ղեկավար, կլինի նախարարը, ես իրավական առումով սահմանադրորեն էի ուզում անդրադառնալ, որքանով ինչ լիազորություն ունի օրինակ քահանային թույլ չտա, խոսքս Թալինի այդ միջադեպի մասին էր, թույլ չտա, որ մտնի քահանան իր ծեսը իրականացնի, քահանաներին ինչ որ կոչերով հանդես գա, պարտադրի ինչ որ իր համոզմունքները պարտադրի։ Նման իրավասություն պաշտոնատար անձը չունի առհասարակ, հակառակը գործողությունների բովանդակության ուսումնասիրությունից հետո կարելի է գալ որոշակի եզրահանգման նրա նման արարքներում հանցակազմի հատկանիշների առկայության մասին, եթե կրոնական ծեսն է խաթարել, խախտել կամ որոշակի գործողություններ է կատարել քահանաների նկատմամբ։ Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ հենց ոստիկանական ուժերը այդպես ԱԱԾ-ն է ներգրաված այս գործընթացներում անգամ։ Նման իրավասություն չունեն ոչ ազգային անվտանգության ծառայությունը, ոչ ոստիկանությունը, պարզապես ցավոք սրտի այնպես իրավիճակ է ձևավորվել, որ նման հակաօրինական, հակաբարոյական գործողություններով յուրաքանչյուրը փորձում է իր նվիրումը ցույց տալ Նիկոլ Փաշինյանին։ Սա է ընդհանուր ենթատեքստը ամենի։ Այսինքն այստեղ հստակ պաշտոնական լիազորությունները նաև չարաշահման այո, կարող են նաև առերևույթ կարող են նաև նման հատկանիշների հայտ գալ, եթե կոնկրետ իրավիճակներ լինեն եւ կոնկրետ փաստական տվյալներ գործողությունների վերաբերյալ։ Եվ ընդհանուր առմամբ այս գործողությունները եկեղեցու նկատմամբ կատարվող հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, կարող են քննարկվել նաև սահմանադրական, այո, բացառիկ կարգավիճակ, կարող են քննարկվել նաև սահմանադրական կարգի տապալման հանցակազմի հատկանիշների որակման տիրույթում։ Ես կարծում եմ, այս ամեն ինչի գնահատականը ներկայումս չի տրվի, որքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ եթե ինքը հանցագործություն կատարի, ապա իրավապահ մարմինները անարձագանք չեն թողնի, ես հրապարակային հայտարարել եմ, որ սա երեսպաշտության հերթական դրսևորումն է, իր կողմից նշանակված իրեն պարբերաբար զեկուցող եւ իր հանձնարարությունները կատարող իրավապահ մարմինների ղեկավարները չեն կարող իրեն քրեական պատասխանատվության ենթարկել, եւ եթե մենք ուսումնասիրենք միջազգային պրակտիկան, կտեսնենք, որ նույնիսկ իրավունքի առաջադեմ երկրներում գլխավոր դատախազը նախաքննական մարմնի ղեկավարը տվյալ երկրի ղեկավարին քրեական պատասխանատվության չի ենթարկել։ Հետևաբար այդպիսի արտահայտությունները ընդհանրապես հասարակության ոչ բավարար գիտակցություն ունեցող հատվածների վրա որոշակի ազդեցություն ունենալու նպատակ են հետապնդում։ Սա է։ Պարոն Ասլանյան, Նիկոլ Փաշինյանը մեկ այլ հայտարարություն էլ, այդ նույն ասուլիսի ժամանակ հնչեցրեց, երբ որ լրագրողները հարց էին, այսպես հստակ փաստերով նշում են եւ ասում են, որ դուք ի վերջո խախտում եք սահմանադրությունը, չարաշահում եք ձեր լիազորությունները, ինքը այսպես արձագանքեց, ասում է, իսկ որ ինչպես է, որ օրենքով է իմ լիազորությունները սահմանված, ով է ասում, որ ես չեմ կարող պատարագի գնալ կամ ով է ասում, որ ես ասուլիս պետք է տամ, այդպիսի ինչ որ մեկնաբանություններ էր տալիս։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի կարդում օրենսդրությունը, դա դեռևս չի նշանակում, որ իր լիազորությունները սահմանված չեն օրենքով։ Նախ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է պարտավորեցնում, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնատար անձ մնա իր լիազորությունների սահմաններում, իսկ վարչապետի բոլոր լիազորությունները հստակ կանոնակարգված են վարչապետի որպես պաշտոնատար անձի։ Ցավոք սրտի մենք այդպես էլ չենք հասկանում, թե եկեղեցու դեմ այս բռնաճնշումների գործընթացում Նիկոլ Փաշինյանը ի վերջո որպես վարչապետ է հանդես գալիս, թե որպես քաղաքացի։ Եթե քաղաքացի, ապա ոստիկանություն ազգային անվտանգության մարմինները ինչ գործ ունեն իր հետ եւ ինչու են իր օրակարգը սպասարկում, եւ եթե վարչապետ, ապա որ լիազորություններից ելնելով այդ գործողությունները։ Հիմա այստեղ էլ խնդիր կա, եթե հենց ինքը սկզբում է իր արշավի, ինքն ասում էր, ես որպես գործադիրի ղեկավար հանդես չեմ գալիս, այլ որպես եկեղեցու զավակ, հիմա արդեն այսպես ակնհայտ հենց այդ թուղթն էլ, փաստաթուղթն էլ, որ եպիսկոպոսների հրապարակվեց, հենց առաջամարտիկ ինքն էր ու հենց վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Ինքը Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հակասում է ինքն իրեն։ Սա բացառիկ օրինակ չէ։ Մենք
իր շուրջ 8 տարվա կառավարման ընթացքում տեսնում ենք, ընդ որում երբեմն 3-4 անգամ է հակասում ինքներն։ Հետևաբար դրանում չպետք է զարմանալ, ինքը որտեղ պետք է ի հայտ կգա որպես քաղաքացի, հանդես կգա որպես քաղաքացի, որտեղ իրեն պետք է հանդես կգա որպես վարչապետ, նպատակը ի վերջո իր իշխանության պահպանմանը հասնելն է։ Սա նորից ասեմ, հարցի ամենակարևոր կողմը չի։ Իրավական մասի գնահատականները կտրվեն ապագայում։ Եթե մենք ներկայումս ամբողջությամբ խորանանք իրավական մասի գնահատման հարցերում, ապա հետագայում այսպես ասած նախկին կատարված արարքների գնահատականների օբյեկտիվությունը կասկածի տակ կդրվի։ Ներկայումս հասարակությունը պետք է ավելի շատ անդրադառնա բարոյական կողմին։ Այսինքն հասարակությունը պետք է ժխտի այս ամենը եւ Նիկոլ Փաշինյանի կողքին որևէ մեկը իրեն հարգող որևէ մեկը չպետք է կանգնի։ Բան ասեն, դե մենք այսօր տեսնում ենք, որ թե տարբեր փաստերով է մամուլ է ներկայացնում լրատվամիջոցները, որ շատ դեպքերում օրինակ տարբեր պետական աշխատողների նկատմամբ պարտադրանքի այդ հրահանգի մեթոդն են կիրառում, որ ասում են պետք է գնալ ու մասնակցել, ձայնագրություններ հրապարակվեցին։ Այստեղ ինչ խախտում կա իրավունքների ու որքան ժամանակ էսպես կարող են օրինակ մարդուն, ի վերջո սա իր անձնական հավատն է, կրոնական այդպես ասած հավատանքն է, ինչքան կարող ես մարդուն պարտադրելով, այսպես ճնշումներով ստիպել ասել այստեղ գնա պատարագի այնտեղ։ Երբ մասնակցում են նախարարներ, կուսակցության անդամներ քաղաքական գործընթացներին, դա նորմալ է անկախ պաշտոնից, բայց եթե մասնակցում են պաշտոնատար անձինք, ովքեր կաշկանդված են ապաքաղաքականացվածության կարևորագույն սկզբունքով, առավել եւս իրենց ընտանիքի անդամներին են ուղղորդում դեպի քաղաքական գործընթացներ, դեպի շրջիկ քաղաքական պատարակներ, ապա այստեղ կա ոչ միայն համապարտադիր վարքագծի կանոնների խախտում, այլ նաև որոշակի դեպքերում կարող են ի հայտ գալ հանցակազմի հատկանիշներ։ Իսկ թե ինչու են այդպես անում, ես դրան եւս հրապարակայնորեն անդրադարձել եմ, որովհետեւ դրանք այն պաշտոնատար անձինք են, ովքեր իրենց պաշտոնին դեմ են գնում, դրսևորում են քաղաքական վարքագիծ, ովքեր հասկանում են, որ միայն այս իշխանության պայմաններում իրենք կարող են պաշտոնավարել, քանի որ լավ են հասկանում եւ իրենց մտավոր պոտենցիալը, եւ կենսագրությունը, եւ մնացածը, եւ պաշտոնը իրենց համար հանդիսանում է։ Բայց հավերժ չէ դա։ Հավերժության զգացում, նաեւ ունեն հավերժության զգացում։ Իրենք առանց պաշտոնի հոգեպես, նյութապես, ֆիզիկապես գոյություն չունեն եւ շատ լավ են հասկանում անպաշտոն քաղաքացիական կյանքում իրենց խղճուկ եւ թշվառ վիճակը։ Բան ասեն, այստեղ մեկ այլ հարց է, օրինակ նույն Սուբծնջան օրը, հունվարի 6-ին, երբ որ սկզբում գնացին Գրիգոր Լուսավորիչ, այնտեղ այսպես ասած պատարակի, այնտեղ ներկա է ու պարբերաբար հենց հնչում էր այդ պատարակը մատուցող, հոգևորականի կողմից հարգարժան պարոն վարչապետ ներկաներ։ Այսինքն մի պահ նաև տպավորություն էր, որ այդ պատարակը, այնն էլ Սուրբ օրով մատուցված Սուբծնջան օրվա արդիվ քաղաքական միջոցառման էր կարծես վերածվում ու շատ քաղաքացիներ, ովքեր տեղյակ չէին, որ այդտեղ իշխանության ներկայացուցիչներ են, պարզապես եկել էին պատարակի։ Այստեղ նաև ստացվում է, որ նրանց կրոնական իրավունքներն են, խախտվում ինչ որ առումով։ Ես արդեն նշեցի, որ այդ պատարակները քաղաքական բնույթ ունեն։ Դրանք հոգևոր ոչինչ չունեն իրենց հիմքում։ Իսկ պատարակները մատուցողները առավել եւս ազգային անվտանգության ծառայության կամ Նիկոլ Փաշինյանի հրահանգով տեքստ արտաբերողները, դրանք եւս քաղաքական գործիչներ են որպես հանդես գալիս, այլ ոչ թե հոգևորականներ։ Այո, այդ գործընթացներում խախտվում են հավատավոր Հայաստան Հանրապետության քաղաքացիների կրոնի ազատության իրավունքը եւ առհասարակ իրավունքները, բայց ցավոք այս պահին գործող իշխանությունը դա չի կարևորում։ Ընդամենը փորձում է հասարակության որոշակի հատվածների մոտ թյուր մտայնություն ձևավորել, թե իբրև թե եկեղեցին նորոգելու մի հոգևոր ձգտում ունի, մինչդեռ նախ ինքդ պետք է քեզ նորոգես եւ մեր երկրում նորոգելու շատ բաներ կան։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա Հայաստան Հանրապետության վարչապետը եւ իշխանության որևէ ներկայացուցիչ եկեղեցին նորոգելու լիազորություն չունի։ Պարոն Ասլանյան, նաեւ այդ ուխտերթի ժամանակ, եթե մենք նկատենք, պարբերաբար հենց թե եկեղեցու բակում, թե ողջ քայլերթի ընթացքում շատ հաճախ
հայ հոյանքներ էր հնչում, հա, վարկաբեկող ինչ որ արտահայտություններ են հնչում, ամենայն հայոց կաթողիկոսի հասցեն, այսինքն այստեղ վերանանք, հա, որպես անձ, նրա իրավունքները եւս, հա, խախտվում են։ Հիմա այս դեպքում ինչ լիազորություններ ունի, արդեն եկեղեցին պաշտպանվելու ինչ մեխանիզմներ ունի։ Եկեղեցին պաշտպանվելու ցավոք լիարժեք եւ արդյունավետ մեխանիզմներ չունի, եկեղեցուն պաշտպանելու պարտականությունը կրում է տվյալ պետության իրավապահ համակարգը, բայց քանի որ իրավապահ համակարգը երկրի ղեկավարի հետ միասին հարձակվել է եկեղեցու վրա, բնականաբար եկեղեցուն չի պաշտպանելու։ Ինչ վերաբերում է կաթողիկոսի, եկեղեցու կամ որևէ հոգևորականի հասցեին, ասում եք գործակալներ, հայոյանքներ հնչեցնողներին, ապա մենք պետք է տեսնենք, որ այդ քաղաքական պատարակներում ներգրաված անձանց զգալի մասը գուցե քրիստոնեության հետ ընդհանրապես կապ չունի։ Ես ինքս փորձում եմ ակնադիտական եղանակով գոնե ումը ճանաչում եմ, տեսնեմ թե ովքեր կան, նախ բազմաթիվ են անձինք, ովքեր նախ իրենք քրիստոնյաներ չեն, սա մեկ, սա բազմիցս լրատվամիջոցներով էլ նույն ազգային պատկանելությամբ հենց, բացի այդ բազմաթիվ են անձինք, ովքեր երբեք քրիստոնեական արժեքներով չեն ապրել, ես այդ անձանց շարքում տեսել եմ եղբորը սպանելու համար 12 տարի ազատազրկման դատապարտված եւ ազատված անձի հետագայում եւս նորմալ վարկագիծ չդրսևորած ըստ էության դրանից չուղղված անձի բազմաթիվ այլ անձանց, ովքեր ընդամենը եկեղեցուն վարկաբեկելու եւ իշխանությանը հաճոյանալու միտում ունեն։ Իսկ թե դրա հիմքում ինչ է եկած, ես կարող եմ որոշակի կասկածներ հայտնել, որ նյութական հիմքեր ունեն եւ այդ կասկածները գուցե որոշ իմաստով հիմնավոր լինեն, եթե փորձենք անհատապես վերլուծել, բայց այնուամենայնիվ դրանց մեջ ըստ իս մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր իրենց կյանքում նույնիսկ մեկ անգամ եկեղեցի չեն մտել եւ միայն մասնակցում են այդ պատարակներին զուտ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար, ընդ որում նաեւ քաղաքական գործիչներ չթաքցրեցին, երբ Նիկոլ Փաշինյանը քիշեք 1-2 շաբաթ առաջ Կիրակի օրը բացակայում էր Հայաստան Հանրապետությունում, հայտարարեցին, որ իրենք միայն Նիկոլ Փաշինյանի հետ են պատարակի գնում։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ մարզպետ Կարով այդպիսի հայտարարություն արեց ազգային ժողովի падգամավորներ եւ այլն, այսինքն իրենք էլ են ուղիղ ասում, որ այդ պատարակները դրանք քաղաքական բովանդակություն ունեն եւ եթե Նիկոլ Փաշինյանն այնտեղ չի, իրենք եկեղեցում անելիք չունեն։ Պարոն Ասլան, բայց դրա հակառակ կողմն ենք տեսնում, օրինակ շատ հաճախ նկատում եմ, որ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը, հա, հենց գալիս են այնտեղ աչքին երևալու համար հավանաբար, բայց չեն ցանկանում մտնել եկեղեցի, այսինքն հավանաբար չեն ցանկանում այդ պատարակի մաս կազմել, ներկա լինել։ Ի վերջո իրավիճակը հավանաբար Ես ինքս եւս տեսել եմ բազմաթիվ պաշտոնատար անձանց, ովքեր ընդամենը տեղում են եղել ներկա գրվելու համար։ Սա ակնհայտ է, այնպես չի, որ բոլորի սրտով են Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական նախաձեռնությունը, պարզապես ներկա են լինում, որպեսզի ավելորդ բարձավանքից զերծ մնան։ Նախորդ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասեց, չէ, եթե պաշտոնատար անձինք հանկարծ ինձ հետ չգան, հետո էլ ասելու եք, որ իմ կողմից չեն։ Այսինքն ինքը ունի որոշակի նպատակ պաշտոնատար անձանց եկեղեցի տանելու եւ պաշտոնատար անձինք էլ լավ հասկանում են, եթե ներկա չգտնվեն, ապա դրանով Հայաստանի Հանրապետության վարչապետի անվստահությունը կարող են հարուցել իրենց նկատմամբ։ Կարող է զրկվեն։ Այո, եւ ձևականորեն շատերը այդ գործընթացներին ներկա են գտնում։ Ցավոք սրտի ոչ միայն եկեղեցու դեմ իր գործողություններով, այլ առհասարակ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության բազմաթիվ ոլորտներ վերածել է զուտ ֆիկցիայի, անձի պաշտամունքի, ինչը ինձ համար ընդունելի չի։ Ես ինքս երկար տարիներ լինելով պետական ծառայությունում երբեք անձի պաշտամունքով չեմ զբաղվել, դրան դեմ եմ եղել եւ եթե անձի պաշտամունքի եւ իմ սկզբունքների միջև ընտրություն կատարելու առիթ է եղել, մշտապես ասել եմ, որ իմ սկզբունքները գերակայում են։ Ցավոք սրտի ոչ բոլոր պաշտոնյաներն են։ Դեպի այսօր այդ ընտրության հնարավորությունը չկա։ Կա, այդ ընտրության հնարավորությունը միշտ կա, այդ ընտրության հնարավորությունը դիմում գրել եւ հեռանալն է պետական համակարգից։ Այդ ընտրության հնարավորությունը միշտ անձին է պատկանում, բայց ցավոք մարդիկ երբեմն անձի պաշտամունքը ավելի վեր են դասում եւ գուցե նույնիսկ կարող են առանձին դեպքերում սկզբունքներ չունենալ։
Եվ արդեն վերջում Վահան Ասլանյան շատ հաճախ կաթողիկոսի մայրաթորի այսպես ասած ներողամտությունը, այսպես զուսպ քաղաքականությունը դիտվում է որպես թուլություն ու հանրության կողմից հստակ պահանջ կա ավելի կոշտ քայլերի գնալ, ընդհանուր կարգալույց հռչակել են հասարակության կողմից այդ իրադարձակված եպիսկոպոսներն, այսինքն կտրուկ քայլերի պահանջ կա։ Հիմա ինչ մեխանիզմներ ունի կաթողիկոսը եկեղեցին ու արդյոք այս իրավիճակը ավելի չի սրվի այս դեպքում արճակատման չեն գնա։ Նախ այդ իմաստով եկեղեցուն պաշտպանողը հասարակությունն է։ Եկեղեցին ինքնապաշտպանության շատ սահմանափակ հնարավորություններ ունի, իսկ ամենայն հայոց կաթողիկոսը իմ կարծիքով շատ ճիշտ է գործում։ Այսինքն սառնասրտորեն առանց ավելորդ շտապողականության, եթե կարիք լինի, ես կարծում եմ նաև որոշ հոգևորականներ կարգալույց կրճատվեն։ Իրենց հոգևոր ծառայությունից արդեն որոշ հոգևորականներ ազատվել են, ոչ թե կարգալույց են հռչակվել, օրինակ այսօր ես որքանով տեղեկացա, նաև թեմի առաջնորդներից մեկը արդեն իսկ ազատվել է իր հոգևոր ծառայությունից, ես կարծում եմ աստիճանաբար յուրաքանչյուրը իր գնահատականը կստանա, բայց ես կուզենայի, որպեսզի եկեղեցու կողքին հասարակությունը կանգներ։ Եվ կանգնած է այսօր։ Ես կարծում եմ որոշ առումով կանգնած է, բայց ցավոք пассив վարկագից դրսևորողների թիվն է մեծ։ Նախ որ չեն ողջունում այսպիսի քաղաքականությունը, դա ակնհայտ է։ Բայց պետք է пассив վարկագից չդրսևորել եւ յուրաքանչյուր անգամ կանգնել եկեղեցու, բազմադարյա եկեղեցու կողքին, քանի որ եկեղեցին դա անձերից չի բաղկացած եւ Նիկոլ Փաշինյանը որքան էլ որ ասում է եկեղեցին նորոգելու նպատակ ունի, ապա պետք է ցանկացած տրամաբանող մարդ հասկանա, որ նրա գործողությունները ունեն միայն քաղաքական նպատակ։ Նա եկեղեցու նորոգման նպատակ չունի եւ նրա գործողությունները չունեն հոգեվոր հիմք, առավել ևս ինքը չունի նման լիազորություն։ Հետևաբար ես մնում եմ այն համոզման, որ այս հարցի լուծումը տվողը հասարակությունն է եւ լուծում տալու ամենակարևորագույն լծակը լինելու են ընտրությունները։ Այսինքն նշված ընտրություններով հասարակությունը պետք է նաև այս հարցին լուծում տա եւ հաստատապես ցույց տա, որ եկեղեցու կողքին է գտնվում։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Ասլանյան, զրույցի համար։ Հարգելի հաստատիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք փաստաբան Ռաֆի Ասլանյանի հետ։ Շնորհակալ եմ, հետևեք մեր եթերին։